Ողջույն Օրագիր Նյուզի սիրելի հետևորդներ, եթերում ըստեյությանն է, մեր տաղավարում այսօր հյուրընկալել ենք նոր ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Սիրով։ Պարոն Կարապետյան, վերջերս երկարատև դադարից հետո դուք հայտարարեցիք, որ վերադառնում եք քաղաքականություն։ Ինչը ձեզ ստիպեց վերադառնալ քաղաքականություն եւ մտադիր եք արդյոք մասնակցել առաջիկա խորհրդանական ընտրություններին, փաստացի վերջին անգամ դուք խորհրդանական ընտրություններին մասնակցել եք 19 տարի առաջ 2007 թվականին։ Շնորհակալություն հարցի համար, սկսեմ հենց առաջի հարցից, ինչը ստիպեց այն պրոցեսները, որոնք գնում են Հայաստանում եւ Հայաստանի շուրջ, հատկապես Իրանյան պատերազմը, որովհետեւ դա երկար սպասված, ճակատավոր սպասված պատերազմ էր, որի մասին ես խոսել եմ 15 թվականին, 17 թվականին նույնիսկ, եւ բաց էր, որ այդ պատերազմը մեր տարածաշրջանում աշխարհում նույնպես շատ բան է փոխելու։ Չնայած հիմա մի քիչ լճացած շրջան է այդ պատերազմի, բայց միևնույնն է, ես օրինակ կասկած չունեի, որ Իրանը հաղթահարելու է այդ դժվարությունները, եւ դրանից հետո ինքը այս իրավիճակից դուրս է գալու ինչ որ առումով արդեն որպես գերտերություն։ Պարզ է, որ նա մեր հարևանն է, անմիջական, եւ պարզ է, որ քաղաքականության փոփոխությունը լինելու է ամբողջ տարածաշրջանում եւս։ Մոտավորապես իմանալով անալիտիկ հնարավորությունները, որոշակի ինֆորմացիաները, թե ինչ կարող է սպասվել, ես որոշեցի վերադառնալ քաղաքականություն, առավել եւս, որ այն ամենը, ինչ կատարվեց հայկական պետության հետ, այդ թվում Արցախի կորուստը եւ մնացած բոլոր նեգատիվ փաստերը, իրենք իրենց մեջ ներառում են նաեւ այդ պատերազմի նախապատրաստման փուլերը։ Դա համար ես կարծում եմ, որ Հայաստանի ապագա ընտրությունները չի ասի, որ ամենավճռորոշն են, բայց բավականաչափ լուրջ խնդիրների առաջ է կանգնելու Հայաստանը, հատկապես ընտրությունների արդյունքներից ելնելով, թե ով կախտի դրանից հետո գնացող պրոցեսներում։ Ես այս ընտրություններին որպես Արամ Կարապետյան եւ նոր ժամանակներ որոշել եմ չմասնակցել։ Ինչու՞։ Որովհետեւ ճիշտն ասեմ, չեմ ուզում որևէ մեկին վհատեցնել կամ վատ ինչ-որ միտք արտահայտել, որովհետեւ մարդիկ նախապատրաստում են, ես հաջողություն եմ մաղթում հատկապես ընդդիմադիր հատվածի բոլոր մեր գործընկերներին, բայց ես գիտեմ նաեւ երկար տարիներ լինելով քաղաքականության մեջ, Հայաստանում իշխանություն ընտրություններով չի փոխվել։ Հուսանք, որ այս անգամ դա կլինի իսկապես այդ ժողովրդավար, ամեն տեսակետից արդար, ազատ եւ այլ ընտրություններ, բայց այն ինչ մենք հիմա տեսնում ենք, այսինքն միանշանակ է, չէ, որ այն պրոցեսները, որոնք գնում են հենց հիմա մեր աչքի առաջ, ցածրակալությունները, որոշակի ճնշումները եւ այլն, ցույց են տալիս, որ նախապատրաստական փուլը այդ ընտրությունների ճակատավոր կասկածի տակ վերցնելու կա։ Եվ ես հենց սկզբից դեռ նոր է սկսվել ամեն ինչ, ունենալով բոլոր հնարավորությունները, վստահեցնում եմ, թե ֆինանսական, թե բոլոր փաստաթղթերը որևէ այլ երկրի քաղաքացի չլինելով եւ այլն, գիտեք, ես ամենակարևոր միտքն եմ ուզում ասել նորից չվհատեցնելով եւ նորից քաղաքական դաշտը չբերելով իմ տեսակետ արտահայտելով որոշակի այն վիճակի, որ ընտրությունները անիմաստ են, ոչ, բայց փաստը մնում է փաստ, որ երթընտրական զարգացումները եւ միջընտրական զարգացումները իմ կարծիքով ավելի է կարևորվելու, քան ընտրությունների բուն փուլը։ Պարոն Կարապետյան, տեսնում ենք, որ ընդդիմությունը այսօր փորձում է Գյումրիի սցենարով իշխանափոխության հասնել, այն է առանձին մասնակցել, հետո արդեն միավորել եւ հաղթել, վերցնել իշխանությունը։ Իրատեսական համարում եք նման բանը, նման սցենարը, հաշվի առնելով, որ Փաշինյանը բացահայտ ունի արտաքին աջակցություն այս ընտրություններում։ Գիտեք, արտաքին աջակցություն Փաշինյանը ունի այն ուժերի կողմից, որոնք ես նկատի չունեմ, չէ՞ բոլորը գոռում են Ադրբեջան, Թուրքիա եւ այլն, սա նկատի չունեմ։ Նկատի ունեմ այն աջակցությունը, որը ցույց է տալիս Եվրամիությունը,
ինչ որտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգները, որովհետև մի քիչ բաց է ԱՄՆ-ի դիրքորոշումը մինչև վերջ անցնել Օրբանն էլ ուներ այդ Ամերիկայի Միացյալ Նահանգների ուղղակի աջակցությունը, եթե հիշում եք փոխնախագահ Վենսը մի քանի որ ուղղակի քնում էր Բուդապեշտում, կներեք այսպես կոպիտ համեմատության համար, բայց փաստը մնում է փաստ։ Նորից կգնեմ պետական շահի տեսակետից ամենակարևոր գործընթացները լինելու են ընտրություններից հետո։ Ոչ միայն ներքաղաքական զարգացումներով իմ կարծիքով, այլև այն ամենը, որ այս ընտրությունների արդյունքում, եթե հաղթում է իշխանությունը, կբերի նոր թելադրանքների։ Նոր թելադրանքների։ Եթե նկատեցիք, շատ յուրահատուկ բան կատարվեց, երբ որ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա էր այցելել եւ աշխատանքային այցով հանդիպում էր Պուտինի հետ, գիտեք, ես կարծում եմ բոլորը, այդ թվում եւ դուք նկատեցիք, որ ինչ որ պայից սկսած Նիկոլ Փաշինյանը անհանգիստ էր, որովհետեւ ոնց որ չսպասվեր այն ամենը, ինչ այնտեղ շարադրվեց։ Ես ուզում եմ ասել, որ դա իսկապես այդպես է եւ Մոսկվայում էլ դիրքորոշումներ փոխվել եւ այս ամենը նույնպես կախված է եւ կապված է Իրանի պատերազմի հետ։ Մինչև հիմա աչք փակած շատ գործընթացների հետ կապված Իրանի պատերազմը եւ Իրանի ժողովրդի քաջարի դիմակայումը բերել է մի նոր աշխարհակաղակական իրավիճակի։ Իհարկե նորից կգտնեմ, ամեն ինչ մինչև վերջի վերջացել դեռ գնում է process-ը, բայց կարծում եմ Հայաստանում նույնպես շատ քչերն էին սպասում, որ կլինի այսպիսի դիմակայություն եւ Իրանը կամանց կսկսի թելադրել Ամերիկայի Միացյալ Նահանգներին նույնիսկ Իսրայելին, այդ ընդհանուր տանդեմին որոշակի իր պահանջները եւ պարտավորեցնի դա։ Պարզ է նորից կգտնեմ, որ այդ ամենից հետո իզուր չէ որ Օվերչուկը միամիտ զարթնեց եւ հիշեց Թուրքմենչայի պայմանագիրը, որը ես չեմ հիշում 30 տարի ինչ որ մեկը հիշել։ Այսինքն Իրանի առաջխաղացումը գեոքաղաքական առումով ապագայում իր մեջ ներառնում է նաեւ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի փոփոխություն եւ այդ վակումը, որը ստեղծվելու է, որովհետեւ եթե վերջանա նրանով, որ Պարսկաստանը վերջնականապես տարածաշրջանային, թելադրանքը դարձնի ուղղակի գործողություն, պարզ է, որ թե Եվրամիության հետ հարաբերությունները պետությունների, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ պիտի վերանայվեն։ Նորից կգտնեմ, եթե այդ ամենը գնում է այն սցենարով, որը մինչև այսօր դեռ ընթացքի մեջ է։ Այդ պարագայում վակումը ով է լցնելու։ Հիշեցնում եմ ձեզ, որ թե Եվրամիությունը, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները առանց պատերազմների Իրանի նկատմամբ ամենախիստ պատժամիջոցներ սահմանած երկրներ են եւ միություն է։ Հիմա ենթադրենք Հայաստանը մաս է կազմում Եվրամիության։ Հիմա ինչ է անելու իր երկրորդ գլխավոր դաշնակցին, պատժամիջոցներ է կիրառելու։ Ես նույնիսկ Ռուսաստանի հացը թողում եմ, որտեղ այնտեղ այնքան է խոսվել արդեն, այնքան է ասվել, որ այդ միությունը Ռուսաստանի նկատմամբ ունի, հատկապես Եվրամիությունը, ունի թշնամական վերաբերմունք ուղղակի ասվում։ Եվ այս ամենը, այս թնջուկը, ես եթե նկատեցիք, հլա բաց եմ թողում Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջները։ Այս ամբողջ թնջուկը մեզ բերում է մի իրավիճակի, այդ թվում նաեւ Վրաստանի հետ կապված խնդիրները, որը նույնպես ճամփաբաժանին է, չէ, ոչ մեկ չի հասկանում, գնում են Եվրամիություն, չեն գնալու եւ պատժելու են, ընդունելու են, ընկալելու են, տեսնում եք ինչքան բաց աշխարհակաղակական իրավիճակ է ստեղծվում մեր շուրջ։ Հերիք էր 2 հատ մարտի 5-ին։ Պարոն Կարապետյան, 2018 թվականին, երբ Հայաստանում իշխանափոխություն տեղի ունեցավ եւ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց իշխանության գալ, դուք այդ փաստից կարծես թե ոգևորված էիք եւ հրապարակում նույնիսկ աջակցում էիք, եթե ես չեմ սխալվում, Փաշինյանին։ Ինչու ձեր կարծիքով հիմա որ հետ ենք նայում, արդյոք ունեք այդ հարցի պատասխան, ինչու այդ համաժողովրդական այսպես սեր վայելող այդ շարժումը
այսպիսի աղետների առաջ կանգնեցրեց Հայաստանը ու կարծես թե հակառակը տեղի ունեցավ Հայաստանի հետ, նրա ինչ խոստացել էր Փաշինյանը։ Միանշանակ ասեմ, ոչ միայն ոգևորված պաշտպանում է, գիշերներ չէին քնում, հրապարակում էինք, եւ փաստը նա է, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը պիտի փոփոխվեր։ Գիտեք, իմ տպավորությունը հիմա դուք հարցնում եք հետ նայելով, նույնիսկ արդեն ոչ թե հետ նայելով, այլ 2018-ի արդեն վերջին, իմ համար որպես Ադամ Կարապետյան քաղաքական գործիչ, պարզ դարձավ, որ այս ամենը այն նույն քաղաքականության շարունակությունն է լինելու։ Եվ հեղափոխություն բառը հեչ տեղին չէր։ Ինչից հասկացաք, որ Փաշինյանը շեղվել է նախանշած ուղղությամբ։ Որովհետև հեղափոխությունները ինձ մեջ ներառում են որոշակի անկախ նրանից ով է։ Փաշինյանն է, այլ մնացածն են եւ այլն։ Հեղափոխությունների մեջ ներառում են որոշակի կատարվող գործողություններ, փոխվում է սահմանադրությունը, փոխվում է կոնցեպտը, զարգացման, հացեր են լուծվում տնտեսական միջավայրում, չեմ ուզում ասել այդ բառերը հեչ տեղին չէ հայկական միջավայրում, կուլակատապություն եւ մնացած եւ այլն։ Դուք հիշում եք ինչ էին մեզ խոստանում, ես շատ լավ եմ հիշում։ Հիշում եք ինչպես էին դատարանների առաջ գոռում, որ պետք է փակել, որովհետեւ արդարադատությունը փոփոխության է ենթարկվել։ Ասեք մի կոնցեպտուալ բան, որ 2018 թվականից հետո կոնցեպտուալ։ Այդ 50-50-ները նստած են, բոլորը դատապարտված են, բոլորը դուրս են, այն որ ասում են ներողություն եմ խնդրում, բոլորին ձերբակալել են եւ ամբողջը վերադարձվել է միլիարդավոր դոլարներ բյուջե, ինչպես ասվում է։ Բացի նրանից, որ մենք կոչրել ենք ռեալության մեջ Արցախը, որևէ բան, ես նորից եմ կրկնում, ես չեմ ասում, չեն կառուցվել գյուղերում տներ կամ դպրոցներ, մանկապարտեզներ եւ այլն։ Յուրաքանչյուր իշխանություն ինչ-որ բան այդպես անում։ Ես ասում եմ, որևէ մի կոնցեպտուալ բան ասեք ինձ, հիշում եք կոստյումը, սահմանադրությունը, որը Սերժ Սարգսյանին վրայով էր կարված, մինչև այսօր 8 տարի կրում է Փաշինյանը։ 8 տարի այդ կոստյումը կրում է Փաշինյանը։ Չի հոգնել այդ կոստյումը կրելուց, որը Սերժ Սարգսյանի վրայով էր կարված։ Նորից եմ կրկնում։ Էլ չեմ ասում ինչ կամ մարդ նախկին իշխանություններից աշխատում է Փաշինյանի հետ։ Եվ եթե նրանք մասնագետներ են, եթե լավ մասնագետներ են, ոչ մի բան դեմ չունեմ դրան, բայց չէ՞ որ Փաշինյանը ինքն էր ասում, որ նախկին համակարգը պետք է կոտրել, բայց հեղափոխությունը ո՞րն է։ Իմ համար, ես այսօր ասում եմ բացահայտ, ձեր աչքերին նայելով, իմ համար իշխանությունը չի փոխվել։ Եվ 18-ի վերջին իմ համար պարզ դառավ, որ հստակ սա է։ Ես սկսեցի քննադատել Facebook-ով հիմնականում, որովհետև գիտեք, երկար տարիների պայքարի ուղի անցած մարդկանց հետ ես սովորեմ եւ ունեմ այդ սահմանափակումները ուղակի այսպես կոչված ներողություն եմ խնդրում երեսին չթռնել, ինչպես շատ-շատերն են անում։ Ինձ գիտեք ինչ էին գրում Facebook-ի, հազարավոր ֆեյքեր չէ, մարդիկ։ Գրում էին պարոն Կարապետյան, մի խանգարեք, թող աշխատեն։ Ես էլ որոշեցի, եթե այդ կամ մարդ գտնում է, որ մենք խանգարում ենք, եթե դուք նկատեցիք այլ մարդիկ նույնպես, Արմենը Մարտիրոսյանը հիմա ուր է ժառանգության, որ այնտեղ քնում էր մեր հետ։ Հատ երկրում է մարդը։ Շատերը հիասթափված հեռացան։ Ես չհեռացա Հայաստանից, մնացի, բայց որոշեցի մի ընթացք իսկապես հնարավորություն տալ չխանգարել աշխատելու։ Հիմա այսօր եթե գտնում են, որ մեր չխանգարելը եւս օգուտ է բերի այս ամեն ինչին եւ իրավական իրավիճակը շատ լավն է, ես բան չունեմ ասելու։ Նորից եմ կրկնում, չոր եթե դնում նայում ես, բացի Արցախի կորստից, եւ եթե Արցախը միայն կորսվեր փաստաթղթերի վրա, ժողովուրդը այնտեղ լիներ, հələ ինչ որ ձևով կարելի է դա կորուստ չհամարել։ Բայց ժողովուրդը բռնագաղթել է, այնտեղից ուղղակիորեն քշել են եւ փաստացիորեն դա ֆիքսված փաստ է։ Բացի դրանից մեր տերիտորիաներում, մեր ընկալված այն
Կծկանշանը, որը կպցված է Նիկոլ Փաշինյանի դոշին, այնտեղ որտեղ կծված է 250 կիլոմետրից ավել ադրբեջանական զորքեր են կանգնած։ Սա էլ է փաստ։ Նորից կրկնեմ, ոչ մեկ չի ասում, որ այս ընթացքում որոշակի ինչ-որ բաներ չի արվել, բայց կոնցեպտուալ մարդկանց այսօր նոր ընդդիմադիրներին դատում են այն մարդիկ, որոնք դատել են նաև ինձ, դատել են հենց իրեն։ Սա հեղափոխություն է, ուրեմն քաղաքագիտությունը հայկական ձևով է գտվում։ Պարոն Կարապետյան, Հայաստանում բազմաթիվ ընդդիմադիր շարժումներ են եղել 96-ից սկսած, դեռևս Վազգեն Մանուկյանի պայքարը, Արտաշես Գեղամյանի, Ստեփան Դեմիրճյանի, Տեր-Պետրոսյանի, նաև հասարակական շարժումներ են եղել։ Ինչու հենց Փաշինյանի գլխավորած հեղափոխությունը, այսպես ասած, կամ այդ շարժումը հաջողության հասավ, ո՞րն էր այդ ֆենոմենը, որով կարողացավ այս բոլոր շարժումների մեջ Նիկոլ Փաշինյանը հաջողության հասնել։ Ես ձեզ խոստանում եմ, ուղղակի խոստանում եմ, իմ տեսակետը այդ հարցի շուրջ, շուտով արտահայտել այն պահից, երբ որ պալծ կդառնա, տեսեք ինչ եմ ասում, շատ հետաքրքիր բան, Իրանի թնջուկի վերջնական լուծումը։ Ես հիմա մի քիչ կմնամ այսպես կոչված այս հարցում, դիտորդի կարգավիճակում, ես ունեմ իմ բանաձևը թե ինչու եւ կարծում եմ, ուղղակի վստահ եմ նույնիսկ, որ ներքաղաքական հարցերը այստեղ երկրորդական են եղել։ 2000 Ժամանակը, այդպիսին էր ժամանակը։ Եվ մարդու գտնելը, որը ստիպված կլիներ այդ ամեն ինչի միջով անցնել։ 2003-ի նախագահական ընտրություններին տեխնացուներից Արտաշես Գեղամյանին շատերն այն ժամանակ համարում էին ներդրված տեխնացու, տարիներ անց նա ՀՀԿ-ի ցուցակով падգամավոր դարձավ եւ սկսեց աջակցել Սերժ Սարգսյանին։ Դուք այն ժամանակ Գեղամյանին համարում եք ներդրված տեխնացու։ Գիտեք, ես իմ կարծիքն ասեմ, ես ոչ մի ցուցակով հետո չդարձա, եթե հիշում եք հանեցին, դուք ինձ հարց տվեցիք 2007-ին ինչու վերջի անգամ, որովհետև այնքան շատ ինչքան ինձ են չեն գրանցել, հանել են գրանցել եւ այլն, շատ քիչ մարդ է եղել հայկական քաղաքական դաշտում։ Նկատի ունեմ բոլոր իշխանությունները։ Բացի այս իշխանությունից, որովհետև այս իշխանության պարագայում ես չեմ դիմել դա։ Հիմա դուք հարցնում եք ինձ, գիտեք, ես իմ համար որոշել եմ անհատական որևէ կարծիքներ չհայտնեմ, ասեմ ինչու։ Դուք եթե նկատել եք, ես որևէ բանից ձերբազատված եմ, չունեմ որևէ խնդիր, ոչ քրեական գործեր, ոչ ինչ-որ փողային խնդիրներ, ոչ ինչ-որ մեկի հետ փոխհարաբերություններ, լինեն օլիգարխներ, իշխանություններ եւ այլն։ Մասնակցելով 2018-ին դուք ճիշտ ասացիք ամբողջական իշխանապողությանը սկզբից մինչև վերջ, ես շատ քչերից եմ, որ որևէ պաշտոն ոչ մեկի չի ուզել, չի ունեցել, նույնիսկ խորհրդարան չի գնացել։ Հիմա ասեմ ինչու եմ դա ասում։ Գիտեք, Հայաստանի քաղաքական դաշտը, եթե մենք ապագայում չքաղաքականացնենք, այսինքն չքննարկենք քաղաքական թեմաներ, լուրջ թեմաներ, ապա այս զազդախոսությունը, բամբասանքը, այս ամենը, որը իր հետևից բերում է շեղելու գործընթաց, ժողովրդին այդ գլխավոր խնդիրների քննարկումից շեղելու, ներողություն եմ խնդրում։ Այսինքն մարդկանց թույլ չտալու մի պահ կանգնել եւ հասկանալ ինչ եղավ մեզ հետ։ Դրա համար եգիպտացորեն, չգիտեմ ինչ ուզում է լինի։ Այսինքն ես ինքս դրա մեջ ոչինչ չեմ ավելացնելու։ Որևէ մեկին, եթե լուրջ քաղաքական հարց չի, չեմ պատասխանում պատասխանել, որևէ զազդախոսությամբ եւ խնդիրներով չեմ ուզում զբաղվել, ուղիղ դուք ձեր հարցին պատասխանեցիք, Ալբինե ջան։ Մարդը տեխնացու էր, հետո այն ուժերի դեմ, որոնց դեմ պայքարում էին, այդ ուժերի ցուցակով դարձավ падգամավոր։ Եվ երկրորդ ասեմ, որը նույնպես փաստ է։ Ես միանգամից միացա Դեմիրճյանին։ Հիշում եք 2000-նոց մատենադարանում միտինգներ, որը վարողներից մեկն է, խոսողներից ակտիվ եւ այլն։ Ես միանգամից ընդդիմության, իմ հետ որևէ մեկը
բանակցություններ չվարեց։ Մի անգամից հայտարարեցի, որովհետև այդպիսին է քաղաքական տրամաբանությունը մաքուր, որ դու ընդդիմություն լինելով պաշտպանում ես ընդդիմության այն տեխնացուին, որը ամենաշատ ձայներն է, չէ, հավաքել երկրորդ փուլի համար։ Մնացածը նորից կգտնեմ, դուք ձեր հարցին արդեն պատասխանեցիք։ Եվ ես բացատրեցի, անհատական որևէ հարցի մակնարկել իմ տեսակետից կարծում եմ վնասակար է։ Որովհետև Հայաստանի առաջ կանգնած այսօրվա խնդիրները այնքան լուրջ են ու այնքան կարող են բերել պայթունավտանգ իրավիճակների, որ մենք պետք է հասկանալ եւ ընկալել ինչ է պետք անել Հայաստանը այս վիճակից դուրս բերելու համար։ Դուք ձեր ուժը, պարոն Կարապետյան, ռուսամետ եք համարում, թե արևմտամետ։ Ես գիտեք, հիմա ասեմ, ես գաղտնիք չէ, որ ես միշտ արդար եմ խոսում, թե ձեր հետ, թե ժողովրդիս հետ։ Գաղտնիք չէ, որ ես շատ երկար տարիներ տեսել եմ մեր ինտեգրումը եւ մնացած խնդիրները Ռուսաստանի հետ եւ կարող եմ ասել, որ բավականաչափ մեծ քանակությամբ սխալների հիմքի վրա, որովհետև իրենք էլ են սխալվել իմ տեսակետից։ Հիմա ասեմ ինչու եմ սա ասում։ Հիմա այդպիսի բնորոշում քաղաքականության մեջ համաշխարհային գոյություն չունի։ Հիմա դուք կարող եք ինձ ասել, կներեք, որ հարցին հարցով, Տրամպը Եվրոպամետ է, թե ՆԱՏՕ-յամետ է, ՆԱՏՕ-ի անդամ է, ամեն օր, ամեն աստծուր, մենք լսում ենք, որ ինքը ասում է ՆԱՏՕ-ն պետք չի։ Տրամպը Ուկրաինամետ է, գտնում է, որ Ուկրաինան պիտի Ռուսաստանի դեմ, թե ռուսամետ է։ Այնքան է խառնվել ամեն ինչ, որ այդ խնդիրներին միանշանակ պետք է նայել կատարվող գործընթացների ռացիոնալ պրիզմայից արդեն։ Հիմա ՀԱՊԿ հայամետ էր, թե հայամետ չէր։ Հարձակվեցին մեր վրա, ՀԱՊԿ ռեակցիա չտվեց, որտեղ այնտեղ եղածների մի հատված ավելի լավ հարաբերություններ ուներ Ադրբեջանի հետ, քան մեր։ Եվ մեր դիվանագիտության խնդիրը հենց դրա մեջ պիտի լիներ, որպեսզի կարողանա այդ կողմնորոշվել։ Ինչ անվտանգության համակարգի հետ է պետք, հա, ել ավելի մերձեցնել, ավելի հստակ գնալ, որպեսզի այդ ընթացքը չլիներ։ Հիմա շատ հեշտ է ինձ էլ, ստեղ նույնպես ասեմ, ինձ էլ, ձեզ էլ մնացածին հետ հայացքով ասել, որ այսպես եղավ։ Իշխանությունը բա ինչի համար է։ Մենք որպես քաղաքացիներ կարող ենք դա ասել։ Իշխանությունը նա համար է, որ այդ ամեն ինչը ընկալեր ավելի վաղ, դա համար մեծ խելք պետք է չէր ունենալ։ Եվ Խաչատուրովին երբ որ դատում էին, հիշեցնում եմ ձեզ գլխավոր քարտուղարը, հա, եւ ինչով ավարտվեց։ Աբեն ջան, հիմա Խաչատուրովը այդ գործով ինչով ավարտվեց։ Այսինքն մենք քայլ արեցինք, մոռացանք, անենցել նորից կգտնեմ։ ՀԱՊԿ այնպես էլ այդքան էլ հայամետ չէր իր բնույթով, բայց մենք էլ վրան ավելացրեցինք, չէ՞։ Ինչու։ Այ ինչու, ինչի համար։ Եվ խոսում են ԵՄ անդամակցության մասին եւ խոսում են, որ օրակարգում չկա օրինակ ռուսական ռազմաբազան հանելու մասին խոսակցություն։ Գուցե իրենք էլ չեն կողմնորոշվում ինչ է։ Ալպինտեն ջան, կողմնորոշման խնդիր չի, այնքան բան է ասվում իրարամերժ։ Այն օրը ներողություն եմ խնդրում, համեմատությունն է ուղղակի շատ լավ։ Բանի մեջ 3 զուտ Տրամպի ասվածն եմ դրել։ Գիտեք, տակը մի հատ ֆեյք չէ, նորմալ կին, շատ նորմալ, հրաշալի բաներ գրել։ Այնքան իրարամերժ էր այդ ամենը, իր գրածն եմ ասում։ Գիտեք ինչ էր գրել։ Եվ Էս էլ մեր Նիկոլնա։ Այսինքն դուք բաներ եք ասում, որ նույնիսկ ինչ-որ ձևով, որովհետև այսօր առավոտ մի բան է ասվում, ցերեկը մի բան է ասվում, երեկոյան մեկ այլ բան է ասվում։ Ասում են գազը գինը կարող է թանկացվել բան, երկրորդ դեմքի մակարդակով, հա, ազգային ժողովի նախագահը, ասվում է, որ մենք դուրս կգանք ԱՊՀ-ից, ԵԱՏՄ-ից, ներողություն, ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից։ 3 Նիկոլ Փաշինյան դրա համար եմ ասում,
Նիկոլ Փաշինյանը պարլամենտում մեզ ասում է, որ Սամվել Կարապետյանը ուզում է Ռուսաստանին ու Հայաստանին իրար հետ կապացնել։ Դուք ուզում եք, որպեսզի մենք կարողանանք այդ ամենի մեջ ռեալ կարողանանք ինչ որ հաց քննարկել։ Առաջինը Եվրամիությունը ինքը հիմա կայացման խնդրի մեջ է, որպես ռազմական դաշին, այնտեղ ավելացվում են բյուջեները, այնտեղ հայտարարվում է, որ Ֆրանսիան պատրաստ է իր միջուկային վահանը բոլորի վրա տարածել եւ այլն, որովհետեւ Եվրամիությունում լուրջ մարդիկ հասկանում են, որ մի պահ կարող է ՆԱՏՕ-ն էլ չլինել, ամերիկյան զորքերը ինչ որ պահի հեռանան այդ 47,000-ը, բավ է պաշտպանելու։ Իրենք ուզում են ստեղծել մի նոր լուրջ ռազմաքաղաքական դաշինք։ Հիմա Գյումրու եւ որը իր բնույթով հիմա այս պահին թե հակադրվում է Իրանին, ասեցի սանկցիաները։ Եթե չեն ուզում են կարող են հավաքել բան պետք չի դրա համար, Google-ում նայել, թե քանի հատ է մցված պատժամիջոց։ Եվ Ռուսաստանը ինքը առաջի դեմքի, արդեն բերանով հայտարարեց, որ դա Եվրամիությունը մեր համար թշնամական դաշինք է։ Այսինքն մենք Եվրամիության անդամ ենք, թշնամու ռազմաբազան շատ բաներ բացատրել ուղղակի անհնար է։ Ուղղակի, եթե հենվենք ասվածների վրա։ Ես շարունակելով ռուսամետության թեման, ժամանակին հանրությունը ձեզ ռուսամետ ուժեր համարում, ավելին կային խոսակցություններ, որ ձեզ աջակցում է Ռուսաստանի Պետդումայի падգամավոր Բևեռախույզ Արթուր Չիլինգարովը։ Սակայն վերջին շրջանում դուք կարծես թե խուսափում եք ռուսամետ ուժերի հետ շփումներից, հավաքներից, ինչով է սա պայմանավորված։ Արդյոք փորձում եք տարանջատվել այդ ուժերից։ Ոչ։ Ճիշտ ասեմ, այն ժամանակ էլ, երբ որ այդ ամենը գնում էր, կասկածից վեր է, որ ես սովորել եմ Ռուսաստանում քաղաքական գիտությունների դոկտոր եմ դառել, մինչև այդ ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների եւ այլն, այսինքն խորհրդային միությունից սկսած, եւ կասկածից վեր է, որ ես հիմա էլ ձեր հետ խոսելուց այդ ուժերի նշելու ձևը ռուսամետ արևմտամետ։ Եթե ինձ դուք ուղղակի եք հարցնում, ես նորից կրկնում եմ։ Չնայած սխալներին եւ այլ բանին, ռացիոնալ լուծումների մեջ, եթե Իրանի պատերազմը ավարտվեց այնպես ինչպես ես եմ տեսնում, իմ համար։ Ես չեմ ասում, որ դա ճշմարտություն է վերին, Իմ տեսակետից այլ ճանապարհ չի լինելու, քան ռուս-իրանական այդ բլոկի հետ Հայաստանի կառուցվող հարաբերությունները նոր տիպի, նոր ձևի։ Ոչ ԱՊՀ եւ այլն։ Ես նշեցի ուժեր։ Ես չեմ էլ թաքցնում, բացահայտ ասում եմ։ Մնացածի նման չէ, բացահայտ։ Ես այլտեղ Հայաստանի զարգացումը, եթե այնպես ավարտվեց, ինչպես ավարտվել է, ես չեմ տեսնում։ Մյուս ուժերը, ով ինչ ուզում է խոսի, ով ինչ ուզում է ասի, կա պատմություն։ Եթե որևէ մեկը պատրաստ է, թող գա իշխանությունից լուրջ մատուղակի, մի հատ պատմական ակնարկ կանենք։ Անդրկովկասում որ ուժերն են ներկայացված եղել եւ մնացել։ Մյուս ուժերը Թուրքիան է, որը աղելի խնդիրներ է ունենալու նույնպես։ Աթեն ունի։ Իսրայելը ուղղակի հռչակել է երկրորդ թշնամի։ Եվ այս ամենի մեջ ինչպես են տեսնում, ես չեմ ասում, որ ռուսները ինչ-որ պահի ինչ-որ սխալներ չեն արել։ 17 թվականին էլ հեղափոխություն է եղել, Յուդենիչը նամակ էր գրում, որ գազը չանցնենք։ Հրամանը եկավ, խեղճմատը լացելով գազը հանձնեցին, դուրս եկան։ Ով է ասում, որ չեն եղել սխալները, բայց որտեղ չեն եղել սխալները։ Բա ինչի համար է իշխանությունը եւ անկախ պետության դիվանագիտությունը։ Ճիշտ հաշվարկների, ատակին հետախուզական ծառայությունը։ Ճիշտ հաշվարկների հիման վրա կարողանանք լուծել այդ հարցերը, այլ պոտենցիալ այսօր, բացի խոսելուց։ Տեսեք ինչ է ասում Նիկոլ Փաշինյան, ասում է մենք պատրաստվենք, գնանք Եվրամիություն, կընդունեն լավ, չեն ընդունի, դառնանք լավ պետություն։ Եթե մոտավորապես թարգման ենք ժողովրդական լեզվով, ասում է պատասխանում ենք ծով գնալ հանգստանալու, պիտի գնանք, այնտեղ ծով կլդի, հանգստանանք, չի լդի, էլի լավ է։
ագին բան են կարել գնացել ենք այնտեղ։ Այդպես քաղաքականությունը վերջը ուր է բերելու։ Ես նույնիսկ չեմ ուզում թվեր ասել, արտաքին առևտուրի հաշվեկշիռը, գազը եւ այլը մնացածը, դա ինքան են ասել արդեն։ Մեր 40%-ը մոտավորապես արտաքին, հա, առևտրաշրջանառության Ռուսաստանի հետ։ Ոնց են դա փոխելու, ինչ ձևով է դա լինելու, ում հետ է դա լինելու։ Չրուսապետություն է, հո ասելով չի։ Դու էլ ասային, որ ասում են, ինչ ասես կարելի է ասել։ Պարոն Կարապետյան, Արամ Սարգսյանը ինչպես է փոխվել։ Ինչպիսին էր 20 տարի առաջ, ինչպիսին է հիմա։ Որ Արամ, Վազգեն Սարգսյանի եղբոր մասին է խոսքը։ Գիտեք, ես արդեն ձեզ Ալբինե ջան, եթե նկատեցիք, ես խուսափելու եմ անհատական խնդիրների շուրջ խոսելուց, բայց մի բան կարող եմ ասել՝ ի տարբերություն շատ-շատերի, ես համարում եմ ինձ շատ սկզբունքային մարդ, շատ, եւ իմ սկզբունքներին երբեք չեմ դավաճանել, վկա է, որ ոչ մի պաշտոններ, ոչ մի որևէ մեկին չի կարող որևէ բան ներկայացնել իմ սկզբունքային դիրքորոշումներից, մի քայլ նույնիսկ հետ քայլելու եւ այլնի մասին։ Արամ Սարգսյանը իմ ընկերն է, մարդկային, եղբայրը ավելի շատ, ավելի մոտ, սրանով ամեն ինչ ասված է։ Եվ գիտեք, ես միշտ համարել եմ, որ Հայաստանում հատկապես, Կովկասում հատկապես, Ալբինե ջան, եթե դու հնարավորություն ունես մարդուն զանգահարելու, հանդիպելու, եւ ինչ մտածում ես անձնական հանդիպման մեջ իրեն ասելու, գոնե մեկ անգամ, ապա պետք չէ այդ ամենը քննարկել հասարակության մեջ։ Ես ունեմ այդ հնարավորությունները այդ մարդկանց հետ զրուցելու, խոսելու, ես չեմ կիրառել, բայց ունեմ։ Եվ նորից եմ կրկնում, չի կարող այդպիսի բան լինել։ Մինչև չքննարկես մարդու հետ, որի հետ տարիներ շարունակ պայքարի մեջ ես եղել։ Ես կարող եմ քննարկել իշխանության, ինչպես Նիկոլ Փաշինյանի վարչապետության ժամանակ հիմա քննադատում, բայց եթե դուք նկատել եք, որևէ մի անգամ, չնայած բազմաթիվ հայհոյանքների, որոնք գրվել են իմ հազարավոր հայհոյանքների, ամենավատ հայհոյանքների, ֆեյքերի եւ մարդկանց կողմից, Նիկոլա Պաշտ, այսպես ասած, ես ինձ մեկ անգամ թույլ չեմ տվել անհատական կյանքի կամ մարդու վիրավորական որևէ արտահայտություն անելու։ Կան սկզբունքներ, տղամարդը իրավունք չունի այդ սկզբունքները խախտելու, ուղղակի չունի, առավել եւս կովկասի տղամարդը։ Գաղտնիք չէ, որ գործող առանցքային բոլոր ընդդիմադիր ուժերը ռուսամետ են, եթե նույնիսկ փորձում են վերջիներս թաքցնել դա, ամեն դեպքում խոսում են Ռուսաստանի հետ հարաբերությունները չփչացնելու մասին եւ սակայն դա վերաբերում է բոլոր ժամանակների, հա, մեր ընդդիմությանը։ Ձեր կարծիքով ինչու է Հայաստանի ընդդիմությունը ավելի ռուսամետ, քան իշխանությունը միշտ։ Գիտեք, դա այդպես չի, իմ կարծիքով։ Ես չի ասեմ, որ միշտ, բայց նորից կրկնեմ, եթե ռեալության դաշտում նայենք, հա, այդ լուսամետությունը առաջին Արցախյան պատերազմից հետո ինչ ձևով է մեր համար արտահայտվել։ Այսինքն այն գործարներ, որոնք մենք տվել ենք օշագործման են ենթարկվել, աշխատել են, ստեղծել են, պարզ է, որ հիմա, եթե չլիներ այդ, ես գալիս եմ հիմա, գիտեք, յուրօրինակ բան կա, մեր իշխանությունը իբր թե ռուսամետ չէ, հա, ասենք այտենց, տպավորություն է, որ գնում է արևմուտք եւ այլն, բայց ադի ու տես բյուջեի մուծումները նայում ես, հարկային, հա, առաջի տեղերում ովքեր են, այն ֆիրմաները, որոնք ներմուծում են հեռախոսներ եւ ուր են տանում, կարող է հեռախոսներ Չինաստանից ներմուծում են ենթադրենք եւ հետո էլի Չինաստան են տանում են Ռուսաստան, չէ։ Պուտինը մեռավ, ամեն հանդիպման ասում է 11-2 միլիարդներ, հիմա դառել է 6.5, այսինքն փորձում է հասկացնել, որ կամած այդ այսպես կոչված գորշ իմպորտը, սերի իմպորտը կարող է փակվի, դուք ինչով է այս ամեն ինչը պայմանավորվելու, հա։ Գաղտնիք չէ, որ 14 միլիարդ արդեն պարտք ունի Հայաստանը։
Այսինքն պատկով եք ապրելու, թե վերջո բանականությունը շահելու է եւ ազդեցություն է լինելու։ Ինչ պրոդուսական, ինչ պրոարևմտյան։ Չկա հիմա այդպիսի բան։ Հիմա ում ոնց հարմար է, ցավոք սրտի։ Այնպես էլ ներկայացնում է խնդիրները։ Հիմա ձեզ ասեցի, Նիկոլ Փաշինյանը ամենաշատ Հայաստանի ղեկավարն է, որը Ռուսաստանում է եղել իր պաշտոնավարման ընթացքում։ Շատ լավ է, նույն ձևի կարող է լինել։ Ես օրինակ դեմ չեմ, կարող է լինել Թեհրանում, կարող է լինել Վաշինգտոնում, կարող է լինել Անկարայում, բա 21-րդ դարի քաղաքականությունը այլ շփումների եւ անձնական շփումների մեջ։ Դրանից Հայաստանը օգուտ ստանա։ Գնալու խոսալու նկարվելու համար չի այդ ամենը, չէ՞։ Ինչ լուսամետ, ինչ արևմտամետ։ Նայում ես մարդը առավոտյան, ես երբ որ բանտում նստած էի, ներողություն խնդրում եմ, շատ ազդեցիկ, շակերտավոր ասեմ, հա, բայց ազդեցիկ մարդ էր նստած, որը շատ յուրօրինակ էր բնութագրում մարդկանց։ Ասում եմ Կարապետյան, պարոն Կարապետյան ջան, բան չես հասկանում, առավոտը ոստիկան են, ցերեկը գող են, կրիմինալ են, երեկոյան էլի ոստիկան են։ Համար էլ ասում եմ, Հայաստանի խնդիրները մենք պիտի մեր խնդիրները նաև արտաքին դաշտում փորձենք լոբինգի ենթարկել, հաշվարկել, որ ուժերն են մեր կողմից, որոնք կարող են մեզ օգուտ բերել, ինչ ձևով, որոնք են, որ մեր երեսին ծիծաղում են, բայց տակից մեր նկատմամբ ահավոր աշխատանք են տանում։ Բայց պետական ապարատը ինչի համար է նաև։ Պարոն Կարապետյան, 2008 թվականի մարտի 1 իրադարձությունների օրերին դուք հայտարարում եք, որ ընդդիմությունը պետք է փակի Զվարթնոց օդանավականի ճանապարհը։ Ոչ, 2003-ին։ 2003-ին Ստեփան Դեմիրճյանի միտինգի ժամանակ։ Ես 2008 էի հիշում, ներողություն։ Չէ, ուղղակի ուղղեցի ձեզ։ Ոչ մի խնդիր։ Որպեսզի ամեն ինչ ճշմարտ լինի։ Որևէ կարևոր չի։ Այսօրվա իրողությունների ժամանակ սա իրատեսական համարում եք, որ օրինակ ընդդիմությունը կարող է սա ունենալ իր, այսպես ասած, սցենարի մեջ, եւ եթե իշխանափոխություն լինի, հա, այս խորհրդարանական ընտրություններին, որպեսզի Փաշինյանն իր թիմակիցները չկարողանան հեռանալ երկրից։ Դուք ինձ հարցնում եք, ես պատասխանում եմ ուղիղ, ոչ, ես այդպեսի զարգացում չեմ տեսնում։ Ինչու։ Չեմ տեսնում։ Նույնիսկ կրկնեմ, ես չեմ ուզում մեկ անգամ եւս որոշակի խնդիրներ առաջացնել, այնպես էլ շատ բաց դաշտում ընդդիմության։ Մարդկանց ձերբակալում են, մարդիկ գործից ուզում են հանեն, հա, եւ այլն, այսինքն մարդկանց ուզում են դատեն նստացնեն ուղակի։ Եվ հիմա դրա ժամանակը չի, դուք ինձ հարցրեցիք, ես ասեցի, ոչ։ Նորից կդկնեմ։ Պարոն Կարապետյան, եւ վերջում զրույցը ամփոփելով դուք էլ արդեն ձեր խոսքը նշեցիք եւ մենք գիտենք, որ դուք սուտ մատնության հոդվածով մեղադրանքեր ձեզ առաջադրվել եւ դուք քաղաքական հետապնդում եք դա որակում։ Այսօր Նիկոլ Փաշինյանի իշխանությունը այս պրակտիկան կիրառում է դիմադիրների նկատմամբ։ Գիտեք, եթե դուք հիշում եք, հացը վերաբերում է Մեյերլիի փոխանակմանը եւ այլն, ուղղակի քաղաքական հետապնդումը, դա մենակ ես չի ասում, դա ասում են բոլոր իրավապաշտպանները, միջազգային նույնպես եւ այլն։ Եվ գործը ինչպես նկատում եք, դատարանը չասավ, որովհետեւ պարզ է, որ մեկուսացման համար է ընտրվել, մեկուսացնել ուղղակի մարդուն 2008-ի այդ թողուից մեկուսացնել, որովհետեւ ճիշտ ասեմ, սա էլ գաղտնիք չի, նույն Նիկոլ Փաշինյանը հիշում է 2008-ին հենց որ դուք ասում եք, միտինգների ժամանակ հենց մոտենում էի, այդ բազմությունը սկսում էր գոլալ արամ ու հիմա։ Այսինքն ռադիկալ քայլերի եւ ինչ որտեղ որոշում կայացվեց, մարդը կարող է քայլեր անել առանց որևէ մի սցենարի մեջ մտնող, հա։ Գիտեք, ես դեռ հիմա այս պահին նույնիսկ կդկդեմ այդ բառը հիմա, ես այդ մեղադրանքով մարդկանց չեմ տեսել, որ նման խնդիրների շուրջ է, հա, եթե նկատել եք, բոլոր խնդիրները ծագում են հիմնականում ընտակաշարքի եւ ընտակաշարքի տարբեր ձևերով անցկացնելու վերաբերյալ, ինչ որ ես եմ տեսնում։ Ինչ վերաբերվում է
հեծի հետ կապված process-ին, ապա այնտեղ եւս ես ինչքան հասկանում եմ, ես չգիտեմ ինչքանով է դա ճշմարտություն, ինչքան հասկանում եմ, իշխանությունը ասում է, որ այնտեղ դատը կլինի, կտեսնենք ինչքան նույնպես տնտեսական բնույթի խնդիրներ կան բացի ամեն ինչից։ Միակ դեպքը, որը կարելի է հստակ սուտ մատնություն չասել, ուղղակի մտածածի մանիպուլյացված խնդիրների հիման վրա պայքար սկսել, դա հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ պայքարն է։ Ես որևէ խնդիր, եթե նկատում եք ինչից սկսվեց, ինչպես միշտ Հայաստանում շատերը մոռանում են ինչից սկսվեց ու հասան։ Հիշում եք ինչից սկսվեց։ Երբ որ Գարեգին Արցախի մասին խոսեց, այսինքն պարզ դարձավ, որ կա կառույց, որը չի ենթարկվում իշխանությանը պատրաստ է հացեր բարձրացնել, իրենց բնութագրմամբ այլ պետությունների թելատանկով, եւ վանից Արցախի հացի բարձրացումը դարձավ այլ պետությունների կողմից թելադրանք, ես չգիտեմ, այսինքն Արցախում հայեր չէին ապրում, ռուսներ, ֆրանսիացիներ եւ այլն, բայց փաստը մնում է փաստ։ Ինչից սկսվեց Արփինե ջան, սկսվեց, որ Գարեգին վեհապարը իրավունք չուներ, կուսակրոներ, հիշում եք, չէ՞, երեխան։ Բայց չի կողմնորոշվում այս իշխանությունը։ Մեկ ասում է երեխա ունի, մեկ ասում է գործակալ է, չի հասկանում վերջո ո՞րն է կաթողիկոսի։ Գործակալը կաթողիկոսին այդքան չի վերագրվում։ Բայց նաեւ կաթողիկոսին, այո, կաթողիկոսի եղբորը, բայց սկզբնական շրջանում նաեւ վեհապարի մասին է։ Ուրեմն ձեզ մի բան ասեմ, որ հստակության մեջ հարցը եւ սա փաստ է։ Ինչպես փաստ է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ 3 ստորագրություն է, որտեղ չկա հաց Ղարաբաղի հանձնման, Արցախի, որ Պրագայի հայտարարության մեջ 2 հիմնական ստորագրություն է, չէ, Նիկոլ Փաշինյան, Էյդար Ալիև, Իլխան Ալիև, եւ այնտեղ Մակրոն, Շարլ Միշել, Բարոզո եւ մնացածը, այսինքն որոնք ինչ որ առումով մասնակցել էին այդ գործընթացին։ Սրանք փաստեր են։ Սրանից դու էլ ոչ մի ձևով պատմական փաստեր են արդեն։ Ինչ ուզում ես խոսի։ Հիմա նույն բանը, ամեն ինչ սկսվեց նրանից, որ կուսակրոն ուխտը խախտել է։ Քանա պետք է կուսակրոն դինի, որպես քանա չի եղել եւ որպես վեհապար եւ այլն։ Ինչի եկանք հասանք ծրփակալությունների, սրբազանների։ Բա մանիպուլացված չի այս ամենը։ Բայց այդ մանիպուլացված չի, ի՞նչն է մանիպուլացված։ Հայ առաքելական սուրբ եկեղեցուն ելնեին ասել, մենք համարում ենք ձեզ, բոլորովդ, արտասահմանյան, ինո ագենտներ, ինչպես ասվեց, 3, եւ որոշել ենք ձեզ բոլորիդ ձերբակալել, եթե կան այդ փաստերը, եթե այդ փաստերը արկա են, ձեռքի տակ են, թե քրեական գործեր հարուցեք, տարեք, դա եմ ասում, որպես այդպիսին չկա էլ որևէ բան, որին դու կարող ես հստակ ֆիքսել, հավատալ, քննադատել կամ ասել եկեք փոխենք։ Նույնիսկ կգտնեմ Արփինե ջան։ Այն մարդիկ, որ ինձ են դատել, հիմա դատում են մյուսը մարդիկներ։ Այսինքն երևի այդքան լավ դատավորներ են եղել, ես ինչ ասեմ։ Իշխանությունը ինքը, չէ՞, պիտի ուշադրություն դարձնի այդ ամենի վրա։ Շնորհակալ եմ, Վարան Կարապետյան, հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էր Նոր ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը։ Կհանդիպենք։